Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը, թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի, ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է և իհարկե ամանորյա այս օրերին մենք աշխատում ենք հնարավորինս հետաքրքիր հանդիպումներ, հաղորդումներ ներկայացնել մեր ունկնդրին, հատկապես մեր տեսադարանից։ Եվ պիտի ասեմ, որ փառք Աստծո, որ մենք ունենք շատ հարուստ տեսադարան եւ հավանաբար նկատել եք, որ բարբերաբար մենք սկսել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել մի շարք, ինչը իմ հեղինակային լինել թե չլինել հաղորդաշարից է։ Գիտեք, տարիներ առաջ, երբ այդ հաղորդաշարը ես սկսեցի, դա դեռ մոսկովյան տարիներին էր, չէի էլ պատկերացնում, որ մենք շատ հետաքրքիր արխիվային նյութեր ենք հավաքելու։ Եվ այսօր, երբ հետադարձ հայացքով նայում եմ անցած գնացած օրերին, հասկանում եմ, որ այդ նյութերը իսկապես շատ կարևոր էին այն տարիներին անցկացրած հարցազրույցները, 10-15 տարվա վաղեմություն ունեցող հարցազրույցներ, որոնք միշտ հատկապես ներկա սերունդը առանձին հետաքրքրությամբ է նայում, քանի որ այդ մարդկանցից շատերին նրանք ծանոթ էլ չեն եղել։ Այսօր մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու մի անձնավորության, ով իսկապես շատ հետաքրքիր ճանապարհ է անցել։ Խոսքս մի գեներալ մարզպետի մասին է, ով իսկապես մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության կայացման գործում։ Ես հիմա առաջարկում եմ դիտել տասնյակ տարուց ավելի վաղեմություն ունեցող այդ հաղորդումներից մեկը, ինչը հատկապես այս օրերին շատ այսպես կարևոր նշանակություն ունի։ Դուք կնկատեք, որ այն խոսքերը, որ այն ժամանակ ասվել են, շատ արդիական են նաև այս օրերի համար։ Դիտեք և համոզվեք։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, բոլոր նրանց, ովքեր սովորաբար այս ժամին դիտում են լինել թե չլինել հեղինակային ծրագիրը։ Բնական է, որ բոլորիդ հետաքրքրում է այն հարցը, թե ով է այսօրվա ծրագրի հյուրը, ով է այն անձնավորությունը, ում հետ մենք կես ժամ պիտի միասին անցկացնենք, կարծում եմ, որ հետաքրքիր երեկո։ Ինչի եմ այդպես կարծում, որտեղ այսօրվա հյուրս, հավատացեք, բավականին ինքնատիպ և բացառիկ մի անձնավորություն է։ Նախ ծանոթացեք համառոտ նրա կենսագրությանը, որից հետո հաճույքով կներկայացնեմ այսօրվա հյուրին։ Հասարակական քաղաքական գործիչ գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը ծնվել է 1947 թվականին Երևանում։ 1979 թվականին ավարտել է Խորհրդային Միության ներքին գործերի ակադեմիան, ծառայել է խորհրդային բանակում, ավարտել է ներքին գործերի համակարգում, սկսելով շարքային ոստիկանից։ 1982-ից 1984 թվականներին Նաիրիի շրջանի ներքին գործերի բաժնի պետ, 1984-ից 1989 թվականներին Երևանի Լենինյան շրջանի ներքին գործերի բաժնի պետ, 1992-ից 1995 թվականներին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի Երևանի վարչության պետ, ներքին գործերի փոխնախարար, 1995-ից 1996 թվականներին Սյունիք-Զանգեզուր պետական ծրագիրն իրականացնող պետնախարար, ուժային ու պաշտպանական կառույցների համակարգող, պետնախարարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարը, 1996-ից 1998 թվականներին Սյունիքի մարզպետ, 1998 թվականի մայիսից 1999 թվականի հունիս Երևանի քաղաքապետ, 1999 թվականի հունիսից հոկտեմբեր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1993 թվականից ստացել է միլիցիայի գեներալ-մայորի կոչում, 1995 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, 1998 թվականին ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և պաշտոնավարել է մինչև 2002 թվականի հունիսը, 2003 թվականին առաջ
առաջադրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։ Սիրելի բարեկամներ, դե հասկացաք, որ այսօր իրոք անչափ հետաքրքիր հյուր ունենք, Սուրեն Աբրահամյանն է, բարի գալուս պարոն Աբրահամյան։ Շնորհակալ եմ։ Այսպես կարճ ծանոթացանք ձեր կենսագրությունից, որ մենք այսօր գործ ունենք հասարակական քաղաքական գործիչի հետ, ով նաև մարտական գեներալ է, եւ ես պատիվ ունեմ ձեզ հետ իհարկե երկար տարիներ լինելով այսպես լավ մտերիմ բարեկամներ, այսօր ներկայացնելու իմ վաղեմի ընկերոջը նաև մեր հեռուստադիտողներին։ Ուզում եմ, որ ինչպես միշտ ձեզ հետ մենք այսպես անկեղծ, ազնիվ, թափանցիկ զրույց ունենանք, որից կշահի հեռուստադիտողը։ Չեք առարկում։ Պատրաստ եմ։ Չնայած պրեամբուլան շատ ինտրիգային էր խոստումնալից մի քիչ շատ էպիթետներ եկիմ հասցեին օգտագործել, շնորհակալ եմ բոլոր դեպքերում։ Դե ես պիտի ասեմ, որ քանի որ իրոք ձեզ լավ եմ ճանաչում եւ պիտի ասեմ, որ դուք իրոք այն անձնավորությունն եք, ում միշտ համարել եմ պարկեշտ մարդ ամենակարևորը, ում հետ միշտ կարողացել ենք բաց խոսել։ Դուք շատ հետաքրքիր ճանապարհ եք անցել, ասեցի մարտական գեներալ, հասարակական, քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետ, ներքին գործերի նախարար, մի խոսքով շատ բարձր պաշտոններ զբաղեցրած մի անձնավորություն եք, բայց մնացել եք նույն պարզ, այսպես անմիջական մարդը։ Դժվար չէր նման անձնավորությանը այս թավշյա հեղափոխությունից հետո մի անգամ էլ եւս փորձել հարմարվել ամեն ինչի, որտեղ դուք անցել եք խորհրդային շրջանը, հետո մեր անկախության առաջին դժվարին տարիները եւ վերջին 20 տարիները անկախության, որ նախկին ռեժիմի օրոք շատ դժվար է եղել։ Անկեղծ ասած, երբևիցե այդ մասին չեմ մտածել, որովհետև ես միշտ աշխատել եմ եսի խնդիրը լուծել միայն ժողովրդի հավաքական կամքի պարագաներում։ Ես նույնիսկ սովետական միության ժամանակ, երբ որ համապատասխան պաշտոններ եմ զբաղացրել, աշխատանք եմ արել ուսում, ակադեմիական եւ այլն, էլի ես նույնիսկ այն երկրի համար եմ ես այդ իմ անձնագրով հպարտացել։ Գիտեք, որովհետև ես այն երկրի ծնունդն էի, բայց հետո երբ որ նոր իրողություն եղավ Հայաստանում, ես նկատի ունեմ, երբ որ իմ ժողովուրդս ասեց այո անկախությանը, ես դառա այդ անկախության գերին կամ անկախության, եթե կարելի է այդպես ասել։ Այնպես որ թավշյա հեղափոխության պարագաներում էլ ես էլի միանշանակ ժողովրդի հավաքական կամքի պարագաներում դա կրողն եմ, փառք ու պատիվ իրենց մեզ չհաջողվեց այդ իշխանափոխությունն անել երկրում նորմալ կարգ ու կանոն հաստատել, իրանց հաջողվեց, ես էլ ողջունում եմ իրանց այդ գործողությունները եւ իմ եթե հնարավորություն կլինի երբևիցե իմ խորհրդով, իմ կեցվածքով, քաղաքացիական, ակտիվ քաղաքացիական կեցվածքով այս երկրում ապրեմ եւ գործեմ։ Այո, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։ Հպարտ այդ բառն էի մոռացել։ Այո, տեսեք, ես ընտրությունների մասին չեմ ուզում խոսել, որտեղ այնքան ենք այս վերջին օրերին խոսել, որ նույնիսկ մի տեսակ արդեն դարձել է անհետաքրքիր, բայց տեսեք, այսօր Երևան քաղաքը թաղված է անչափ մեծ այդ խնդիրների, չլուծված հարցերի, խնդիրների մեջ։ Ինչ է կարծում, կհաջողվի նորընտիր այս, ասենք, մեր քաղաքապետին, նրա թիմին, ինչ որ բանով փորձել դուրս գալ այդ վիճակից։ Գիտեք, բոլոր պարագաներում անկախ նրանից, որ ով է Երևանի քաղաքապետը, ես միշտ կարևորել եմ մի հանգամանք։ Վերջի 20 տարվա ընթացքում ես երբ արդեն նոր իրավիճակ, անկախ Հայաստանի նոր իրավիճակն էր, մենք Երևան քաղաքի համար ոչ մի գլոբալ խնդիր չլուծեցինք։ Մանր-մունր հարցեր լուծել ենք,
երկրայերք շենքեր, ես իմ էլիտար շենքեր, ծաղիկներ, մակիաժի կարգավիճակով, ծառութուփ, բայց քաղաքի առջև ծառացած ոչ մի խնդիր մենք այսպես հիմնարար ձևով չլուծեցինք եւ որ ասենք, որ այս խնդիրը լուծել ենք։ Դրա համար ես շատ եմ կարևորում ընտրություններից էլ առաջ ինձ մոտ ես համոզմունք կար, որ Երևանի քաղաքապետը այս կարգավիճակով այդ խնդիրներից ոչ մեկն էլ իզորու չի լուծելու։ Ոչ թե նրա համար, որ ինքը չի կարող, չէ, հավլիցի, այլ որովհետև այդ հնարավորությունները Երևան քաղաքապետի հնարավորությունները չեն բավարարի այդ լուրջ խնդիրները լուծելու համար իշխանության բացահայտ միջամտությունն է պետք, ասենք, երկրի վարչապետի, երկրի իշխանությունների եւ այդ առումով Երևանի քաղաքապետը պետք է լիներ վարչապետի թեկնածու, որ կարողանար այդ հարցերը նախ ընկալել, հասկանալ եւ երկրորդն էլ ամբողջ սրությամբ դնել կառավարության առջև։ Լավ, հիմա ես ուզում եմ անդրադառնանք եւս մի այսպես շատ ծեծված թեմայի։ Երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցի գաղտնալուծումը, իհարկե, ես կարծում եմ, որ դա այն թույլատրելի էր։ Դա պարզապես հանցագործություն էր պետության հանդեպ։ Այ ինչպես կարող էր պատահել նման բան։ Դուք ոլորտի մասնագետ եք։ Գիտեք, դրանից ողբերգություն սարքել պետք չէ։ Բացարձակապես բոլոր կարգի փոքր պետություններն էլ այդ կարգի թիրախավորված են։ Վտանգը նա է, որ դա ներքին ուժերի կողմից ես ավելի շատ հակված եմ մտածելու, որոնք որ այս նոր իրողությունից սարսափում են։ Վտանգը դա է, թե չէ առաջել են լսել, ուղղակի չեմ բարձրաձայնել, բայց այս իշխանությունները որոշեցին ամեն ինչ ի ցույց դնել։ Դրա մեջ հետևություն է պետք անել։ Հետևություն է պետք անել։ Անկեղծ ասած, ես ոչ շատ զարմացա, շատ ցնցվեցի, որովհետև ես ավելի տխուր բաներ եմ տեսել պետության հանդեպ։ Ես նորից եմ ասում, սրա դեմը պետք է առնել, արմատախիլ անել, որ մարդկանց մտքով հատկապես ներքին սովորական մահկանացուները դա հնարավորություն չեն ունենալ, դա փողատեր, լուրջ լծակներ ունեցող մարդկանց ձեռքի գործ կլինի։ Ես ավելին ասեմ, ամենաարտառոցը ինձ համար այդ պատմության մեջ Խաչատուրովի նկատմամբ այդ կարգի անհարգալից վերաբերմունքներ, դա իմ հանձնհամար ընդունելի չի։ Ընդունելի չի, որովհետև այդ մարդը անկախ նրանից թե ինչ հանցագործություն է կատարել կամ ինչ է եղել, այդ կարգի մարդկանց նկատմամբ նրանց արժանապատվությանը կպնելու խնդիր ես չեմ տեսնում, էլի։ Հատկապես երբ որ երկրի առաջի դեմքը սիրո եւ համերաշխության մասին կոչ է անում, մարդու դերն է կարևորում, անձի դերն է կարևորում, այս պարագաներում պատժիր հատու եղիր, մեղավորին ոչ միներում բեկում չլինի, բայց մարդկանց արժանապատվությանը, այն էլ այդ կարգի վաստակ ունեցող մարդու նկատմամբ պետք չէր։ Ինձ համար ամենատխուրը դա էր, թե չէ ես համոզված եմ, այնտեղ կարող ուժեր են հատկապես ազգային անվտանգությունում, Վանեցյանը այդպես անհետևանք չի թողնի։ Համոզված եմ դրանում, վայն եկավ տարավ նրանց, ովքեր որ փորձարեցին պետությանը մարտարահրավեր նետել, սա որտեղ այս պարագաներում Վանեցյանը եւ հատուկ հնչական ծառայության պետը դրանք վերջին հաշվով պետության բավականին նշմարելի դեմքերից են։ Պարոն Աբրամյան, մարտի 1-ի մասին էլ ենք խոսելու։ Մարդիկ մտածում են, երբ պիտի բացվի այս ամենը, երբ պիտի մեղավորները պատժվեն, բայց դեռ տարիներ առաջ
Ձեր հարցազրույցներից մեկում դուք ասեցիք, որ ձեզ համար մարտի 1-ը վաղուց պարզ է, այ հիմա դիտենք մի հատված մեր արխիվային նյութերից եւ շարունակենք։ Խնդրեմ։ Հասարակության կողմից, այսպես ասած, հանրային հանձնաժողովի նախագահն էի այդ հետաքննության։ Ամեն ինչը բացահայտված է, ամեն ինչը պարզ է, բացահայտման առումով ես ասում եմ, որ ամեն ինչ բացահայտված է, ուղղակի նույնիսկ չեմ հասարակացնում այդ գործի նախաքննության իր էության բավականին բարդ է, բայց նաև պարզ։ Ուղղակի ցանկության դեպքում կարելի է լավ քննիչի մի խումբել օպերատիվ աշխատողների պարագաներում կարելի է ընդամենը 1 ամսում այդ գործը ուղարկել դատարան։ Ամեն ինչ պարզ էր, ուղղակի այդ ամեն ինչը պետք է վերածվեր թղթի գործի մեղադրանքի տեսքով։ Հիշեցիք տարիներ առաջ եք ասել, ձեզ համար այն ժամանակ էլ պարզ էր մարտի 1-ի հետ կապված բոլոր այդ ճշմարտությունը, բայց այսօր մարդիկ շարունակում են սպասել, երբ ի վերջո վերջնական պատասխանատվության կենթարկվեն գլխավոր մեղավորները։ Գիտեք, ես էլի նույն կարծիքին եմ, այդտեղ ուղղակի ժամերի առջև մի քիչ երևի ճշգրտում մտցնեմ, 1 ամիսը մի քիչ ժամանակ է այս խնդիրը լուծելու։ Ամենամեղ տոներով եմ ուզում ասեմ, որովհետև ես հասկանում եմ հատուկ քննչական ծառայության բավականին բարդ գործնեությունը, այսքան տարիներից հետո կտրուկ շրջադարձային, եւ այս թեման այսպես 1-2 բառով չէր, ես ըստիս ես դրա մասին երևի երբևիցե կանդրադառնամ, որովհետև դա մի քիչ ավելի բարդ թեմա է, հատուկ քննչական ծառայությունը ռզուտ մարտավարական առումով մի քիչ այլ ուղի ընտրեց։ Մինչև Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրել են, այնտեղ այնքան մարդ կար, այսինքն հիմնավոր էր, որովհետև հասկանում եք, այդ մարտի 1-ը, երբ որ ասում են մարտի 1-ին երկրում սահմանադրական կարգը խախտվեց, այդ մարտի 1-ը օդից չի եկել, դա պրոցեսների արդյունք է։ Վերջին հաշվով ես իմ եզրակացության մեջ էլ դրա մասին գրել եմ, ցավոք սրտի նրանք այլ ճանապարհ են ընտրել, էլի այդ ճանապարհը մի քիչ ավելի բարդ է, վերջին հաշվով երկրի նախագահ թեկուզ անցագործ դատել է այդքան այդպես հոտը պարզ ու հասարակ գործ չի, դա պրոցեսի արդյունքում պետք է լիներ էլի ու աներկբա, որ էլ ընդհանրապես չեմուչում անելու ոչ մի կամ ընդվզելու ոչ մի տարբերակ չթողեն, իրանց մոտ էլ լիներ այդ համոզմունքը։ Իսկ դա կա, մենից որ մի քիչ համբերություն ա պետք է ամեն ինչը երևի կշտկվի։ Դե հուսանք, ես կարծում եմ թե մարտի 1-ը եւ թե հատկապես հոկտեմբերի 27-ը պիտի բացահայտվի։ Կարող ենք ասել, որ մարդակերների դարաշրջանը մեզանում մնում է արդեն անցյալում եւ նախկին ռեժիմի պարագլուխները հայտնվել են քաղաքական աղբանոցում։ Ես համոզված եմ, որ հասարակությունը, որպեսզի ձեռք ազատվի այս կասկածամտությունից, այս անվստահության այս ворթը, որ բոլորի մեջ կա, հոգիներն է կրծում, մեկին շատ, մեկին քիչ, երկրում ընդհանուր մթնոլորտ է փոխել պետք։ Իսկ դրա համար այդ գործերի պարագաներում բավականին, այսպես ասեմ, պարզաբանումներ են պետք, որ մութ կետեր չմնան։ Եվ դրանից է կախված նաև, որ երբևիցե այլևս ոչ մեկի մտքով չանցնի այս ժողովրդի նկատմամբ ունենալ այդ կարգի անհարգալից եւ ոնց ասեմ, սրիգա վերաբերմունք։ Եթե չեմ սխալվում, Ռաֆի Հովհաննիսյանն էր ասել, որ պետք է շատ զգույշ լինել պետական լծակների օգտագործումից, որտեղ կարող է եւ շատ հաճախ կարող են ընդունվել որոշումներ, որոնք հետագայում պարզվեն, որ այնքան էլ ճիշտ չեն մեր մասած։ Գիտեք, ցավոք սրտի մեզ մոտ երբեք ասենք շատ վիճելի հարցեր են եղել։ Մեր երկրի
պետական կառավարման համակարգում։ Վիճելի, այսինքն դեբատներ են գնացել, հասարակական ընդվզումներ, դիմություն, ընդդիմություն, նույնիսկ ասեմ, երկրի համար կարևոր որոշումներ, այսպես ասեմ, ոչ անտագոնիստական, ոչ անտագոնիստական չէ, այլ զուտ քաղաքական, ասենք, ելույթների մակարդակով, բայց այդ օրենքները սովորաբար 5 տարի, 10 տարի հետո պիտի քննության առարկա դառնեն, ինչ ունենք, ինչ ենք ասել, ինչ ենք արել։ Ու անդրադառնանք դրան, միգուցե փոխելու խնդիր կա, միգուցե վերանայելու խնդիր կա, ցավոք սրտի նման բան չկա, որովհետև նույնիսկ ժամանակի տարածության մեջ երբեմն խնդիր կա այդ կարգի օրենքները նորից վերանայել, բայց ցավոք սրտի երբևիցե ես չեմ տեսել, որ այդ կարգի օրենքները, ասենք երկքաղաքացիության մասին օրենքը, մեզ ինչ տվեց դա, շահեցինք, չշահեցինք, հիշում եք ամբողջ երկիրը ալեկոծված էր, այդքան տարիների ընթացքում հասկանանք, քանի մարդ է եկել Հայաստանի քաղաքացիություն ընդունել, քանի մարդ էլ գնացել է այլ օտար երկրների քաղաքացիությունա, օգտվելով այդ երկքաղաքացիության օրենքի, այսինքն թույլ կողմերից։ Ու հասկանանք իմաստունի այդ օրենքը, ես հիմա կոնկրետ դա հիշեցի, բայց կան չէ տասնյակ այդ կարգի օրենքներ, այնպես որ այդ առումով Ռաֆի Հովհաննիսյանը ճիշտ է, որոշակի նույնիսկ ոչ թե օրենքների կարգով, այլ պետական պաշտոնյայի մի արտահայտությունը, հատկապես առաջի դեմքերի մակարդակով։ Իրանք հասկանան, որ վերջին հաշվով իրանց խոսքը երբեմն նաև օրենքից ավելի հատու ազդեցություն է թողնում հասարակության վրա։ Դե գաղտնիք չի, որ այսօր հանրությունը հասկանում է, որ ներկայիս ազգային ժողովը վաղուց իրեն սպառել է եւ ոչ մի այսպես լավ բան չկա նրանից սպասելու եւ մարդիկ սպասում են արտահերթ խորհրդարական ընտրություններին։ Բացի այդ էլ, եթե հիշում եք, վերջերս Միացյալ Նահանգներում դեռ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ վերադառնալուն պես ինքը անմիջապես զբաղվելու է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով, որովհետև դա շատ կարևոր է։ Բայց մինչ այս հարցի մասին խոսելը, ուզում եմ մենք դիտենք մի փոքրիկ արխիվային տեսանյութ, եւս որի, ինչպես ասում են, հեղինակը դուք եք, խնդրեմ։ Ես ոչ մի պաշտոնի չեմ հավակնում, եթե նույն անգամ իշխանափոխություն լինի, օրենսդիր մարմնում, չնայած ես եթե չեմ սխալվում, մի քանի կրթություն ունեմ ու կարող եմ աշխատել, դրած ցանկություններ չունեմ, բայց եթե իմ անունս, ազգանունս կամ վաստակս կօգնի Հայ ազգային կոնգրեսին, որ իմ անունով մի քանի ավել ձայն կարող է հավաքի, ես դրանում դեմ չեմ, իսկ մնացած բոլոր պարագաներում ես նաև մեր կուսակցության նախագահ մեր կուսակցության մյուս անդամները ամեն ինչ անելու ենք, որ երկրում ձևավորվի նորմալ, ինտելեկտուալ, քաղաքական գրագետ, ժողովրդի վստահությունը վայելող օրենսդիր իշխանություն։ Դեռ նախորդ ընտրություններից առաջ եք ասել այս խոսքերը եւ կարծում եմ ձեզ մոտ էլ ինչ որ բան։ Գիտեք, ես հիմա նման խնդիր չունեմ կապված այդ ընտրությունների բաների հետ, որ խորհրդարանը միանշանակ պիտի լուծարվի, դրանում երկրորդ կարծիք լինելը չի կարող, որտեղ այս ձևի աբսուրդ վիճակ, ոնց որ մեր երկրում է, խորհրդարանը այլ ուժեր են, ռեալ իշխանությունը, այլ ուժերի մոտ է, նոր իրողությունը, այդ իրավիճակը պետք է կարգավորվի, դա կկարգավորվի բանի հետ, ուրեմն խորհրդարանը լուծարելով նոր ընտրություններ կատարելով, որովհետև այդ համոզված եմ, այս ընտրությունների վրա, որ քաղաքային ընտրություններն արեցին, արդեն նոր որակական խնդիր կարող է լուծվել, որովհետև այդ ընտրություններից հետո որոշակի նաև առաջընթացին ապագային միտված տրամադրությունները հասարակության մեջ ստեղծում։ Այդ գիտեք, ասեց, որ ես հիմա ոչ մի բան ես չեմ հավակնում, ոչ չեմ ուզում բան անում, ուրեմն
Հա, ես մի շարք մասնագիտությունների տեր եմ, ուղղակի մի քիչ մեղմ եմ այս ծանր թեման, էլի ես վերջերս ընտրվեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ։ Գալիս եք իմ հաջորդ հարցին, դա ասեք։ Ուրեմն գիտեք, որովհետև վերջին մարդիկ վերջապես ասենք գնահատեցին իմ ֆուտբոլային գիտելիքները, եթե կարելի է այդպես ասել։ Ներողություն, պարոն Աբրամյան, ես հեռուստայտողինս եմ հիշեցնել, որ դուք 98-ից 2002 թվականի եղել եք մեր ֆեդերացիայի նախագահ եւ գիտեմ ինչեր եք արել, հատկապես հանրապետական մարզադաշտում։ Մենք միասին ենք արել։ Ուրեմն մի փոքր էպիզոդ պատմեմ էլի տրամադրությունները անանելու համար։ Դե վերջին հաշվով դուք արդեն շեշտեցիք ներքին գործերի նախարար, Սյունիքի մարզպետ, Երևանի քաղաքապետ, բան մեկ էլ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Արդեն բոլոր կարգի Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ այս ժողովրդին խաբեց էլի, ինքը իրան ասեց ամենաերիտասարդ թոշակառուն, բայց ինձ երիտասարդ թոշակառուն դարձրեց, ինքն էլ ամենաերիտասարդ մեծահարուստը դառավ։ Ուրեմն ինչ որ է, հիմա կինս գնում է Մերգելյան շուկա առևտուր անելու համար, սովորաբար ես հենց այնպես տանը ինչ չեն կերակրում, էլի ես մի գործ անում եմ։ Ուրեմն գնացի, կինս ասեց լսի, եթե սիգաձուկ կլինի, բեր մի քանի հատ ժարիտի համար։ Նա ասեցի, եղավ, հետո այդ մտալով սրան տեսա, նրան տեսա, ես բարևեց, մոռացավ այդ ժարիտի սիգան որն է, էլի, մեծա փոքր է, մոտեցա արդեն Մերգելյանի շուկայում, ուրեմն մի կին տեսքից երևում էր կամ Քյավառի կողմերից էր կամ Մարտունի կողմերից, այս մեշոկից ձուկը հանում էր, լցնում էր այս անի վրա, սեղանի վրա, սեղանիկի վրա էր լցնում, ես մոտեցա, հարցեցի, ասի ներեցեք տիկին, չեք ասի ժարիտի համար որն է լավը, մեծը թե փոքրը, ասեց մեծը, ու իմ երեսից չի նայում, էլի նորից գլուխը իջացրեց, այդ ինչ որ մեշոկից նորից ձուկը հագնում, այն կողմից ամուսինը տեսավ այս իրողությունը, արագ քայլերով եկավ, ասեց լսի, ասեց գլուխդ բարձրացա, չես տենում ով է եկել մեզ մոտ։ Հա, մեկ էլ էս կինը գլուխը բարձրացրեց, ասեց վայ քորանամ, ես կներեք փոքրերը ժարիտի համար փոքրերը վերցրեք։ Հետո ու կարկամած նայում է ամուսինն ասում է գոնե հասկացար ով է, ասում է ոչ չէ քորանամ, ես այդ մեր են լավ ֆուտբոլիստը չի։ Այսօր հիմա ես ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, այսինքն այս իրողության մեջ արդեն իմ ունեցած հնարավորություններից գնահատվեց ֆուտբոլի նկատմամբ։ Շատ կարևոր է։ Այդ քանի որ մենք ունենք ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ, իդեմս պարոն Վանեցյանի, ինչ եք կարծում, դրական փոփոխությունները մենք կարող ենք ակնկալել մոտ ապագայում։ Ես ուզում եմ գնահատեմ, որովհետև այդպես դա մի օրվա խնդիր չի, ես ինքս գիտեմ, որ մեր ֆուտբոլասերը արդեն հոգնել է սպասելուց, հաղթանակներ է ուզում, ամենակարևորը մթնոլորտը ինքը նրա ոգևորությունը, Վանեցյանի ոգևորությունը, վճռականությունն ու այդ կամային հատկությունները, որ ֆուտբոլը վերջին հաշվով հրաշալի սպորտաձև է ֆուտբոլասերի համար, այս փիլիսոփայությամբ նրա մոտ կստացվի, համոզված եմ։ Հա, դե հույս ունենանք մանավանդ, որ շուտով լրանում է Խորհրդային Միության առաջնությունում եւ Գավաթի խաղարկությունում Արարատի տարած փայլուն հաղթանակի 45 տարին։ Իդեպ փոքրիկ գաղտնիք բացեմ, որ շուտով մեր ծրագրում հյուրընկալելու ենք նաև Արկադիյ Անդրեասյանին, հիշելու ենք այդ հաղթանակները, բայց ձեզ եւս մեկ հարց եմ ուզում տալ։ Հասկանում եք, ծրագիրը կոչվում է լինել թե չլինի, եւ բոլորիս հետաքրքրում է նաև Սուրեն Աբրահամյանի պատասխանի տարբերակը, մեծն Շեքսպիրի լինել թե չլինել հարցադրմանը։ Ո՞րն է ձեր պատասխանը։ Մեր ժողովուրդը ահագին ծանր փորձությունների մեջ է անցավ եւ հաղթանակներ ձեռք բերեց եւ արժանապատվություն ձեռք բերեց
ուզում եմ երկրի ապագայով մտահոգ բոլոր մարդկանց խոսքս ասել։ Մեր երկրից ավելի լավը չկա, հավատացնում եմ ձեզ։ Պուպուշ, սիրուն կարող են լինել, բայց այս կարգի ներքին բովանդակությամբ, այս կարգի բնությամբ մի քիչ հարգանքով վերագերվենք այս երկրի հետ, այս ժողովրդի հետ, որտեղ այս ժողովուրդն ու այս երկիրը նման վերաբերմունքի են արժանի։ Միանշանակ լինելու ենք։ Մեզանից ամեն ինչ կախված։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ եկաք, որտեղ նորից եմ կրկնում, ձեզ հետ ամեն անգամ հանդիպելը ինձ համար այսպես գերագույն հաճույք է, ինչ առնում, որտեղ ես ունեմ պարզ, անկեղծ անմիջական զրուցակից, ով միշտ նայում է ճշմարտության աչքերին եւ ասում է այն, ինչ կա իրականում, որտեղ ճշմարտությունը մեկն է։ Չի կարող լինել երկու ճշմարտություն։ Համամիտեք։ Լրիվ։ Շնորհակալ եմ հարաբերքի համար։ Դե, պարոն Աբրամյան, եկեք մեր հերոստատորներին խոստանանք, որ կրոնե տարին 1-2 անգամ մեզ կհյուրընկալվեք, կկիսվեք ձեր փորձով, կասեք ինչ լավ բաներ են արվում, որտեղ մի մոռացեք, որ դուք ժամանակին եղել եք ամենաերիտասարդ թոշակառուն, հիմա նորից հետ են վերադարձնում դեպի մեծ ֆուտբոլ։ Բոլոր պարագաներում միշտ պատրաստ եմ, ես ոչ իմիջ բարձրացնելու խնդիր ունեմ, ոչ լսեցիք հավակնություններ ունեմ ես իմ չգիտեմ ինչի։ Ես ուզում եմ նորմալ երկրում ապրեմ, ընդամենը։ Շնորհակալություն, որ եկաք, սիրելի բարեկամներ, դե հասկացաք, որ մենք այսօր իրոք հրաշալի զրուցակից ունեինք, մարդ, որ ինչպես ինքն ասաց, ուզում է ապրել նորմալ երկրում, ուզում է, որ իր թոռներն էլ վայել են այս նորաստեղծ, այս նոր երկրի, ինչպես ասում են բոլոր բարիկները։ Մաղթենք բոլորիս հաջողություն եւ կարծում եմ, որ լավ օրերը դեռ առջևում են։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։